այո, պետք է խիստ պատժվեն նրանք, ովքեր որ բռնություն են ցուցաբերում բուժաշխատողի նկատմամբ։ Ինձ համար հուսահատեցնող է, երբ որ մարդիկ, օրինակ շտապօգնության բժիշկներին, այս վերաբերմունքը, որ ունենք, երբ որ գայս ենք մարդկանց կրթության հարցը, բժիշկների հանդեպ ես իրենց կիսաստվածներ եմ ասում, եթերից էլ ասեմ, լավ բժիշկը կիսաստված է։ Իրենց հանդեպ անթույլատրելի վերաբերմունք, երբ որ ծնողին օգնության հասած բժշկին կարող եմ այս դեպքերը տեսակ ու տեսակետ կար, որ պետք է այնքան խստացվի պատիժը, որ հավասարեցվի, ինչպես օրինակ ոստիկանին, եթե մի թթու խոսք ասես, պատիժը տեղին կլինի։ Այս դեպքում էլ պիտի լինի։ Ինչ եք կարծում, սա լուրջ խնդիր չի, որտեղ պիտի փոխվի։ Շատ լուրջ խնդիր է։ Ես դրա վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ։ Բարձ օրինակ բերեմ։ Մեքենան փչացել է եւ բժիշկը ուշացել է։ Բայց բժիշկը ինչ կապ ունի այդտեղ։ Կամ այնպիսի հեռավորություն է եղել, որ ուշ է հասել շտապօգնությունը, բայց բժիշկը բուժաշխատողը ինչ կապ ունի այդտեղ։ Հասկանում եք։ Մենք գիտենք, որ կազմակերպչական առումով շտապօգնության ծառայությունը ունի իրեն հստակ մոտեցումները, կանչից հետո ինչքան ժամանակում պետք է հասնի, պետք է ինքը մոտակա հիվանդանոցը տանի, այս ամենը կանոնակարգված է, բայց չէ որ լինում են օբյեկտիվ պահեր, որը բժիշկից կապված չի։ Մեծապես կապված չի։ Նշանակում է մեր հասարակությունը դեռ լիարժեք չի կրթված, լիարժեք չի դաստիարակված։ Ինքը լավ չի պատկերացնում, որովհետև բժիշկը, որը եկել է, որ պետք է օգնի, դու իրան փոխարակ աջակցես, որպես ինքը կարողանա օգնություն ցուցաբերի, դու ընդհակառակը մի բան խանգարում ես եւ դրանից կարող է պատահի կորուստ ունենաս քո հարազատի առումով։ Էսա խնդիրը։ Դե ուղղակի ժամանակա պետք է երևի պիտի պատիժն էլ խստացնենք, ժամանակ դատապարտենք, նրանք էլ ովքեր որ բազմիցս որ բացատրում ենք չեն հասկանում, նրանց էլ երևի պետքա պատիժը խստացնենք, որպեսզի մի քիչ ավելի լավ հասկանան։ Հավանականական մի մաս մարդկանց, որոնք որ միայն պատժով կարելի է նրան, այսպես ասած, հասկացնել։ Երևի կներեք որ այդպես եմ ասում, բայց այդպես է։ Ցավոք այդ դեր ասած մասը պիտի չլինի գոնե 50+։ Իշքան տեսակարար կշիռը այդ ասած մասի կմեծանա։ Մեկ նկատում եմ, որ լոր բժշկական կենտրոններում անվտանգության աշխատողներ կան, որը որ կարևոր է, բայց նաև հասկանում ես, որ բժիշկներն էլ պաշտպանված լինելու, այդքան նվիրման հետ պաշտպանված լինելու խնդիր ունեն ու այդ բայց ամոթ է, չէ։ Բա դա է։ Ամոթ է, որ մենք գնում ենք ու տենում ենք, այո, անվտանգության աշխատակիցը, այդպես իր ազգեստով բանով քայլում է այդ, նշանակում է խնդիր կա դեռ երկրում։ Բայց մյուս կողմից, նայեք, ես ձեզ մի բան ասեմ։ Երբ որ Հայաստանը անկախություն ստացավ, եւ մենք երբ որ համեմատում ենք 15 հանրապետությունները, որոնք ստացան անկախություն, գիտեք, ամենաառաջինը Հայաստանում էր, որ բանդիտիզմը վերացավ, որ գիշերը կարող էին մարդիկ հանգիստ դուրս գային փողոց քայլեին։ Մենք այդ օրերը լավ ենք հիշում։ Իրականում ինքը անվտանգ երկիր է, անվտանգ հասարակություն է։ Ուրեմն կան բաներ, որոնք որ մեր հասարակությունը ընդունում է, կա բաներ, որ դեռ իրան հələ այնքան էլ հասկանալի չի։ Հավանական է երևի պետք է ավելի աշխատենք։ Քրեական ենթամշակույթը մտածելակերպի այս բաներն են։ Այո։ Պարոն Բաբլյան, sense մի բան եմ մտածել, միշտ եթե երեխաներից որևէ մեկը մի որևէ օր գա ու ասի, որ ես դառնում եմ բժիշկ, ես պետք է հարցնեմ ինչի, զավակս ինչու եւ դեմ եմ լինելու, որովհետեւ դա ամենադժվար գործն է։ Սպիտակ խալաթը հագնել, որովհետեւ ասացի ընկերներ ունեմ, հացի սեղանին կգրեն, տարբեր ժամերի կգրեն, ես էլ եմ այդ գրողներից, ուզում ասեմ, ինչն է մարդուն մոտիվացնում, հիմա դուք ասացիք այլ ընտրակ չունեիք, մի քիչ էլ ընտրեցիք, ինչու են դառնում բժիշկ, ինչու են այդ դժվար աշխատանքը անում ու անխոնջ անում են, 12 ժամ վիրահատում են, հետո էլի վիրահատում են, հետո ինչն է մարդուն դրթում, կարեկցանքի հետ ինչ էմպաթիայի բարձր մի բան է, որ մարդը որոշում է բժիշկ դառնալ։ Չի ասի, որ ես այլ ընտրանք չունեի, ես ունեի այլ ընտրանք, ես եւ մաթեմատիկայից լավ էի, ֆիզիկայից լավ էի, ուզում ասեմ, այնպես չէ, որ ես չէի կարող ուրիշ, ասեմ, եթե դու մաթեմատիկայից, ֆիզիկայից լավ ես, դու լավ բժիշկ ես դառնում, դա կարեւոր է իհարկե, ուղղակի խնդիրը նա է, որ եթե որևէ մեկը իմ թորնիկներից որոշի, որ ինքը ուզում է բժիշկ դառնա, ես միայն ուրախ կլինեմ եւ կաջակցեմ, որպեսզի ինքը ճիշտ բժիշկ դառնա։ Ինքը իրականում լավ բժիշկ դառնա, որովհետեւ դու պետք է լավ բժիշկ լինես։
դու պետք է առաջերտին լավ մարդ լինես, մարդկանց հետ կարողանաս ճիշտ շփվես, սա նույնպես բժշկության մաս է կազմում։ Այո, սա նույնպես բժշկության մաս է կազմում։ Իսկ ինքնայրումը այդ որ կա էլի ամեն դեպքում դուք երեմա դուք կարող եք այդ բալանսը այնպես պահեք, որ այդ աշխատանքը ի վնաս ձեզ չլինի, ինչ որ պահից ի վնասան։ Միևնույն է, եթե մարդու քունը տանում է, բայց պիտի վիրահատի, ես չգիտեմ, կա շատ կոնֆորմիստական բան եմ ասում բժիշկներ, բայց հոգնած ես, սոված ես, ի վերջո 1000 հարց կոզմոս տուն գնաց քո ընտանիքի մոտ, բայց բերեցին հերթական հիվանդին ու չգիտեմ ոնց բացատրեմ ասելիքս։ Երբ որ դուք ասում եք հոգնած ես կամ ծանր աշխատանքը ոնց եք դուք զուգակցում հանգստի հետ, չէ՞։ Նայեք, երբ որ դու ինչ որ մի հարց կա որ պետք է անես, դու անհանգիստ ես, որովհետև դու դեռ հարցի լուծումը չես տվել։ Պացիենտի չես բուժել կամ այդ գործը չես արել։ Հենց որ դու անում ես, դու հանգստանում ես։ Անկախ նրանից որ դու հոգնել ես ֆիզիկապես, բայց դու հանգստանում ես։ Մեկ էլ դրանից հետո առաջանում է երկրորդ դեպքը կամ երկրորդ խնդիրը։ Դու նորից անհանգիստ ես։ Դու պետք է հարցի լուծում տաս, որ հանգստանաս։ Դրա համար սա էլ կյանքի հենց ամբողջ դինամիկան է։ Պետք է աշխատես, որ հանգստանաս, որ աշխատես։ Իսկ սովորական չափումներով հանգիստը, հոբին, ձերը ո՞րն է, որտեղ եք հանգստանում, բայց ոչ թե գործից է, ձեր ասած հանգիստը ես հանգիստ չհամարեցի, բայց որ հանգստում եք ու լիարժեք հանգստանում եք։ Հոբին Ես ճիշտն ասած սիրում եմ ձկնորսություն եւ ժամանակ առ ժամանակ լինում եմ Արաքսի ափին։ Ինձ համար Արաքսը իմ սիրելի գետն է։ Իհարկե աշխարհի տարբեր երկրներում եղել եմ ավելի մեծ գետեր եւ օվկիանոսներ եմ տեսել, լճեր եմ տեսել, բայց ինձ համար բնությունը Հայաստանի իմ հարազատն է եւ ես սիրում եմ Հայաստանի բնությունը։ Հենց հետաքրքիր հոբի ունեք, ձեզ շատ համապատասխան լռություն, մենակ եք չէ երևի գնում, լռություն, բնություն։ Այո, եւ ջրի խշշոցը։ Ինչքան հաճախ է գնում, որ լավ ստացվում է, թե որ հատվածներն է գնում, եթե գախնիկ չի։ Որ հատված է գնում, հո չեք հասնում շատ հարավ։ Տարբեր, բայց ամենաշատը իհարկե ավելի մոտիկ հատվածներով եմ լինում։ Բոլոր սարքավորումներն ունեք, ամեն ինչ։ Բոլոր սարքավորումները ունեմ։ Հարաշա, իսկ ձկնորսություն ընկեր ունենում են, ընկերով են գնում, հա, ընկերներ են ունենք։ Սոցիալական շփումները շատ է հոգնում մարդկանցից, թե այնուամենայնիվ կա խումբ մարդիկ, կան ընկերներ, որոնք դա էլ ասում են, որ երկարակեցության համար կարևոր հանգամանք է։ Իսկ գտնում եմ, որ անհնարին է առանց մարդկանց հետ շփվելու ապրել։ Դա իմ համար հաճույք է մարդկանց հետ շփվելը։ Եթե նույնիսկ պետք է ինչ-որ բան բացատրես, երկար բացատրես, բան պիտի համբերատար բացատրես, ասես, այդ ամեն ինչը շփումները շատ կարևոր են։ Հետո այդ շփումները քեզ էլ դու մեկին տալիս ես մյուսից վերցնում ես, մարդկանց հետ որ շփվում ես, դու էլ ես բան սովորում, դու էլ ես նորություններ իմանում, դու էլ ես բաներ սովորում իրենցից, այնպես չի որ միայն դու տալիս ես, դու միակողմանի չի։ Շփումը շատ կարևոր է։ Նրանք են ավելի մեծ դժվարություններ ունենում, ովքեր որ շփում չունեն։ Այ իրանք ոնց ասեմ մեղք են։ Իսկապես կարևոր է, ես էլ եմ շփվող, իմ համար էլ կարևոր նշանակություն ունի։ Բան երկարակեցության համար, լավ ծերության համար, այս բառերը օգտագործում ենք, ամուր ընտանիքը, միակ սերը, սա էլ կարևոր հանգամանք չի, ընդհանրապես ասում են տղամարդու հաջողակ պիտի կինը, հետևում միշտ հաջողակ կին է կանգնած, համեստ։ Եթե քո կինը քո մեջքին չի կանգնած, դու երբեք չես կարող անել այն ինչ որ ուզում ես անես եւ լինես հաջողակ։ Ես օֆիցիալ կարող եմ ասեմ, որ ես շատ շնորհակալ եմ իմ կնոջը, որովհետեւ բավականի մեծ բեռ է վերցրել ժամանակի հատվածում, հիմա էլ շարունակում է վերցնել այդ բեռը իր վրա, որ տա հնարավորություն, որ մենք անենք այն, ինչ որ պետք է անենք։